եւ այսպես ոչ թե փաշինյանական, այլ էրդողանական քարոզիչը սպառնում է Հայաստանին, թեպետ երևի եթե ասենք փաշինյանական շատ չենք սխալվի, հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս այցելում է իրենց գիտությունների ազգային ակադեմիա։ Ելույթ է ունենում, ելույթի զգալի հատվածը նվիրում է Հայաստանի Հանրապետությանը, նվիրում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին, հայ ժողովրդի հետ հարաբերություններին, ինչ է ասում, ասում է, որ Սևան գոյություն չունի, գոյություն ունի Գյոյչա, հայերն էլ այդքան շատ չպետք է նեղվեն կամ վախենան նրանից, որ կես միլիոն ադրբեջանցի պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ըստ մի շարք սոցիոլոգիական հարցումների իրենց թիվ 1 խնդիրը տեսնում են անվտանգային խնդիրը։ Եվ տրամաբանական է, որ քաղաքացիների զգալի հատվածը իսկապես այս պայմաններում սպասում են, թե պաշտոնական Երևանի արձագանքը այս ամենին որն է լինելու։ Ալիևը սպառնում է ինչպես է պաշտոնական Երևանը այս ամեն ինչին արձագանքելու եւ մենք տեսնում ենք որ վերջին 2 օրերին Երևանում ընթացող այս միջազգային փորձագիտական համաժողովի շրջանակներում ելույթ են ունենում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ իրենց խոսքերից պարզ է դառնում մի պարզ ճշմարտություն այն բանից հետո երբ մենք թույլ տվեցինք Արցախի անկումը Հայաստանը դիվանագիտական առումով ռազմավարական առումով իր ձեռքերում հաղթաթուղթ չունի Այդ իսկ պատճառով շատ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը, եթե չասենք բոլոր դեպքերում, ստիպված է լինում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանները կյանքի կոչել իրականում Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքները հենց սրա մասին էին։ Ինչ էր ասում օրինակ 3 Նիկոլ Փաշինյանը, նա փորձում էր քաղաքացիներին եւ հավանաբար նաեւ իր կուսակիցներին համոզել, որ քաղաքական առումով մենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ արդեն փակել ենք, կոնֆլիկտային էջի հետ պատմությունը փակել ենք, մնում է միայն սոցիալ հոգեբանական խնդիրների հետ կապված հարցերը կարգավորենք, Ալիևի հոգեբանն է, էլի աշխատել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւս անդրադառնում է Ադրբեջանից հնչող գնահատականներին ու գիտեք նաև այստեղ մի քանի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ այսօր այդ գագաթաժողովի շրջանակներում թուրք լրագրողը Արարատ Միրզոյանին դիմելիս ասում է որ իր մոտ տպավորություն է որ լսում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին այսինքն դուք պատկերացնում եք չէ նարատիվների առումով նույնիսկ որքան նման են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ձևակերպումները որ թուրք լրագրողը այս տեսակ գնահատական է տալիս Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շարունակելով այս նույն տրամաբանությունը նշում է հետեւյալը որ եթե համեմատում ենք Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ կամ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, ապա հայլային տարբերություն ենք տեսնում։ Նա նաև նշում է հետևյալը, որ այդ Թուրքիայի ժողովրդի հետ մենք ունենք հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, կապեր, մնում է միայն սահմանը բացել, ընդհանուր առմամբ շատ ավելի դրական գնահատական է տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների, քան Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակին ու տրամաբանությունը նաև հետևյալն է, ըստ ամենայնի ոգևորված են Հայաստանի Հանրապետության իշխանությունները նրանից, որ Թուրքիայի նախագահը գոնե վերջին շրջանում չի ասում, որ, չգիտեմ, Սևանը Գյոյչա է կամ նմանատիպ այլ բաներ, թեպետ մոտ օրերս Բաքվում տեղի ունենալու շքերթը իրենց այսպես կոչված հաղթանակի օրվա կապակցությամբ Ալիևի հետ մեկտեղ այնտեղ լինելու է Պակիստանի առաջնորդը, լինելու է Թուրքիայի առաջնորդը, մենք կտեսնենք թե ինչ գնահատականներ է տալու Ռեջեփ Տայիպ Էրդողանը, բայց Էրդողանի գնահատականներից զատ մենք պետք է նաև հասկանանք թե Թուրքիայում ինչ են այս ամեն ինչի մասին մտածում։ Սրա լավագույն տարբերակներից մեկն այն է, որ Ալֆայի եթերում դիտեք իրական Թուրքիա հաղորդումը, որպեսզի տեսնեք, թե շաբաթվա կտրվածքով ինչ իրադարձություններ են տեղի ունենում Թուրքիայում, ինչ գնահատականներ են տալիս Հայաստանի նկատմամբ, բայց չափազանց կարևոր է հասկանալ հետևյալը. եթե դու ինչ-որ քաղաքականություն ես իրականացնում, առնվազն քո թիմը, քեզ սպասարկող շրջանակները, քո քաղաքական գործընկերները այդ նույն տրամաբանության մեջ պետք է լինեն, օրինակ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կա Մարիա Կարապետյանը։ Մարիա Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի թիմում է, իսկ Ռեջեփ Տայիպ Էրդողանի փաստացի քաղաքական թիմում է կամ նրա քաղաքական համակիրների շարքում մենք կարող ենք դասել այսպիսի մի մարդու Մուստաֆա Դեսթիջի թուրք ազգայնական падգամավոր է, բայց տեսեք, նա ոչ թե պարզապես падգամավոր է, որտեղ եթե նա ուղակի հարյուրավոր թուրք падգամավորներից մեկը լիներ, եթե նա այցելեր Ադրբեջան ակնհայտորեն Ջեյխուն Բայրամովը պարզապես ինչ-որ պատահական մարդու իր մոտ չեր ընդունի, հանդիպում իր հետ չեր կազմակերպի, դե թուրքական պետական հեռուստաալիքներն էլ Մուստաֆա Դեսթիջիից մեկնաբանություններ չէին վերցնի, որովհետև Թուրքիայում մի փոքր այլ համակարգ է, ավելի կոշտ ավտորիտար համակարգ է եւ ակնհայտ է, որ պետական լրատվամիջոցները պատահական մարդկանց հետ չեն զրուցել։ Հիմա ինչ է ասում այս մարդը, ինչ է ասում թուրք
падգամավորը նա նշում է հետևյալը, ինչպես արդեն դուք հասցրեցիք լսել, որ հայերը գլոբալ տարբերակ չունեն։ Իրենք ստորագրել են մի փաստաթղթի տակ, որով իրենց ձևակերպմամբ, թուրքերի ձևակերպմամբ մենք Զանգեզուրի միջանցք ենք հանձնել իրենց, ու եթե մենք դա չանենք, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն հնարավորություն այլ կերպ, այսինքն ուժով ստիպել Հայաստանին բացել այդ Զանգեզուրի միջանցքը։ Բացի դրանից, ինչ է ասում Դեստիջին։ Նա ասում է, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը պահպանում են Շուշիի հռչակագրի ոգին, Շուշիի հռչակագրում, որը ստորագրվել էր 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հայկական քաղաքում, ուղիղ տարածքային նկարտումներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ավելին, նա ինչ ասում է, որ Թուրքիայի համար շարունակում է կարմիր գիծ լինել Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանը, այլ կերպ ասած, քանի Իլհամ Ալիևը գոհ չէ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մակարդակից, Թուրքիան Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը չի գնալու, իսկ Ալիևը գոհ է լինելու միայն այն պարագայում, երբ որ Սևանը լինի Գյոյչա, ադրբեջանցիներն կես միլիոն ադրբեջանցի տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Գլոբալ առումով ինչ որ նոր բան էս падգամավորը չի ասում։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, թե ինչ են Հայաստանում փորձում հասարակությանը հրամցնել, ինչ են փորձում հասարակությանը համոզել։ Գիտեք, նաև այսպիսի առնվազն տպավորություն կարող է ստեղծվել, որ շատ պրիմիտիվ կերպով են Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունները կառուցում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Տեսեք, իրենք դերաբաշխում են արել։ Ադրբեջանը չար ոստիկանն է եւ Ադրբեջանից գնահատականներ են հնչում, կրկին ասենք, որ Գյոյչան, որ Սևանը դա Գյոյչա է, կես միլիոն ադրբեջանցի պետք է տեղափոխվի, դուք պետք է գումարներ վճարեք օկուպացիայի տարիների համար, ու այս ամենի ֆոնին Թուրքիան կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը պետք է խաղաղության աղավնիներ ձևանան եւ Նիկոլ Փաշինյանը իրականում հենց այս տրամաբանության շրջանակներում վարում է հարաբերությունները Թուրքիայի Ադրբեջանի հետ, ուղղակի պետք է նշենք հետեւյալը, իսկապես պետք է հետևել, թե ինչ են մեր մասին մտածում, խոսում, անում Թուրքիայում եւ Մուստաֆա Դեստիջիի խոսքերը ապացուցում են մեկ պարզ բան, երբ որ Թուրքիայից նայում են դեպի Հայաստան, իրենք իսկապես տեսնում են Գյոյչա, երբ որ իրենք Թուրքիայից նայում են դեպի Հայաստան, իրենք չեն տեսնում 4-րդ հանրապետությունը, իրենք տեսնում են արևմտյան Ադրբեջան դառնալ ցանկություն ունեցող ինչ որ մի միավոր, իսկ իրենք էլ ամեն ինչ անելու են, որ Հայաստանը վերածվի արևմտյան Ադրբեջանի դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։